81 տարի առաջ հենց այսօրը պատմության ամենաայդունալի պատերազմներից մեկն ավարտվեց հաղթանակով։ Հաղթանակ, որ կերտվեց Խորհրդային Միության ժողովուրդների միասնականությամբ, խիզախությամբ ու անսասան հավատով։ Հենց այդ պատերազմում հայերն ունեցան իրենց նշանակալի ազդեցությունը, շուրջ 600,000 հայ սպաներ ու զինվորներ մասնակցեցին հայրենական մեծ պատերազմին, նրանցից 300,000-ը միայն Հայաստանից։ Հենց 300,000 հայ սպաներ ու զինվորներ զոհվեցին հանուն հաղթանակի ու խաղաղության։ Մայիսի 9-ը Գյումրիում Այր Հայաստան հուշահամալիրում մշտապես մարդաշատ է։ Այս տարին եւս բացառություն չէ։ Հարյուրավոր մարդիկ են հավաքվել ծաղիկներ խոնարհելու ու հարգանքի տուրք մատուցելու այն զոհերի հիշատակին, ովքեր կերտեցին այս հաղթանակը։ Հայրենական մեծ պատերազմին հայ մարդիկները իրենց նշանակալի անուններով փայլել են պատմության մեջ։ Հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազած Բաբաջանյան, Սերգեյ Խամփերյան, Ծիվան Աղանով, ինչպես նաև ԽՍՀՄ մեկ ծովակալ Հովհաննես Իսակով։ Տասնյակ հազարավոր հայ զինվորներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով, իսկ 104-ը արժանացել Խորհրդային Միության հերոսի կոչմանը։ Նրանց թվում էր նաև լեգենդար օտաչու Նելսոն Ստեփանյանը, կրկնակի հերոս։ Վերջիններս ապացուցեցին, որ լեռների պես անխախտ է հայերի կամքը, ինչը տեսանելի է նաև այսօր մեր օրերում։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։